Բարի գալուս Civilnet տաղավարում հյուրընկալել եմ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ Մենք իհարկե զրուցելու ենք Արցախի շուրջ ստեղծված եւ ձևավորված իրավիճակի մասին, որը գնալով ահագնանում է։ Հարգելի հեռուստադիտող, դուք այսուհետ կարող եք նաեւ աջակցել Civilnet-ին Հայաստանում եւ Հայաստանի տարածքից դուրս, ուղղակի պետք է այցելել Civilnet-ի կայքեր եւ սեղմել donate կոճակը։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաբայան, հրավեր ընդունելու համար։ Ամենաթարմից գանք 3 տեղի ունեցավ Ստեփանակերտում հանրահավաք, բազմահազարանոց հանրահավաք, մարդիկ դուրս էին եկել փողոց եւ հայտնում էին իրենց անհամաձայնություն ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ինչպես է գնահատում ընդհանրապես Արցախի հանրահավաքային տարբերակով ինչ որ բան ասել, աշխարհին ինչ որ բան ասելու տրամաբանությունը եւ Արցախի իշխանությունների գործողությունները այս իրավիճակում։ Առաջին ես մենք քաղաքական թիմ ենք Արցախում, երկրորդ քաղաքական ուժն ենք, ինքներս չենք մասնակցել այդ հանրահավաքին, բացատրությունս հետևյալն է եղել, որ երբ որ մենք չենք կարող ընդհանրապես որից է ընտրություն կազմակերպել, որից է խնդիր կա, ոնց ենք մենք հանրահավաք անցկացնում, թե ասում ենք ընտրություն անելուց վտանգավոր է, բայց հանրահավաքում 20-30 հազար մարդ բերել հրապարակում կանգնեցնել վտանգավոր չի։ Հասկանու՞մ եք, տրամաբանական չի եւ մենք չենք մասնակցել նրա համար, որ միտինգներով չի կարելի հայտարարել, ասել համախմբում ենք, միասնական ենք լինում, միասնականություն քարոզել, որովհետեւ եթե շարքերում այդ նույն միասնական կառնած են նրանք, ովքեր երկիր բերել են այս վիճակը։ Այս վիճակին ինչ ունենք այսօր Արցախում, նրանք եղել են այդ ովքեր կառավարել են, եղել են այդ շարքերում։ Ինչ միասնականության մասին է խոսքը։ Հիշում եք 20 քանի տարի անընդհատ ասել են Արցախի մասին վատ բան մի խոսեք, Արցախը պայքարում է Արցախի մասին։ Ես էլ խոսում էի, որ սխալ եք, մի արեք։ Հիմա շարունակում եք։ Հիմա նույնն է քան։ Իսկ նույն 25 տարվա այդ պատմությունը շարունակում ենք։ Այո, նույնը շարունակում ենք, նույնը ասում ենք, որ պետք է, այդպես պիտի լինի, ժողովրդին համախմբել է պետք, համախմբվածություն է պետք, ժողովուրդը համախմբում է, որ գաղափար է լինում, ծրագրեր է լինում, ծրագրերով գնում է առաջնորդում, տեսնում է այսօրվա եւ վաղվա ապագան, համախմբվելու է, տեսնում է իր ապագան, իր երեխու, իր ամբողջը ոնց է լինելու վաղը։ Դուք 3 ծրագիր գաղափար տեսաք այդ հանրահավաքին կամ հետևել եք այդ հանրահավաքին։ Ես թեթև հետևել եմ, որովհետեւ ծրագիր չեմ տեսել, եթե ասում ենք մենք ծրագիր չեմ տեսել եւ ծրագրի խնդիր էլ չի եղել, այնտեղ խնդիր եղել է համախմբվել, կենտրոնանալ եւ գնալ այն ճանապարհով, որը իշխանությունները ասում են։ Ես դրան կողմնակից չեմ, ես ժամանակին էլ եմ բացատրել արդեն 18 թվից այս կողմ ես ասում եմ, որ պետք է որ դրական փոփոխություն, սահմանադրությունը փոխի, պետք է այդ խնդիրները լուծվի, իրոք ազատականությունը որ դրական բազան ասում, ոչ թե դուք անձը, ելում ասում մենք պետք է ամեն ինչ անենք, միասնական լինենք, արտահայտենք մեր մտքերը կարողանանք, երբ որ 30 տարի մարդկանց սպանում եք ռազմական դրության մեջ, ինչ մտքերի մասին եք խոսում, ինչի մասին եք խոսում։ Այսինքն պետք է ռազմական դրությունը վերացնել Արցախում։ Իհարկե, որովհետեւ օգուտ չի տալիս, բացի նա որ իշխանությունը ուզուրպացնես, պահես։ Ցանկացած իշխանություն, այսինքն թագավորություն, որը որ ինքը միաձայն ինքնուրույն մենակ որոշում է խնդիրներ, հա, նա վերջը ինչ է լինում։ Վերջը լինում է, որ հրապարակում կախում են։ Այս մարդիկ այսքանից հետո էլի չհասկացան, որ իրանց վերելու են վերջում հրապարակում կախեն։ Թեք բաց թողեք այդ ժողովուրդը ազատ լինի։ Հանեք այդ ռազմական դրությունը, փորձեք այդ քաղաքականությունը տարեք, պետք չի այդքան թվերով ուռճացնել ուժային կառույցներ։ Պետք է խնդիրները լուծել։ Հայ դուք հարց եք տալիս, ինչեւ այդ ասում ես ճանապարհը փակել է, բա ինչ եք անում։ Այդ ճանապարհը միջը փակել է, մենք նայենք, տեսնենք Արցախի ընդհանրապես այդ թիկունքը, այդ որ դուք ասում եք 5 կիլոմետր ճանապարհը Շուշուից եւ այլ մնացած ճանապարհը քանի կիլոմետր է։ Որն է որ Արցախի տարածքն է եւ պիտի Արցախի դիրքերը լիներ, ասենք, այդ բարձունքների վրա եւ դու հանգիստ այդ ճանապարհով գնայիր։ Որն է այդ ճանապարհները։ Գիտենք ով պետք է պաշտպաներ։ Որտեղ Միջանցքը պետք է պաշտպաներ։ Դե Միջանցքի խնդիր չկա, Ղարաբաղը դա
Շուշին դա թիկունք է, դա խորք է Արցախի։ Ինչ Միջանցքից եք խոսում։ Միջանցքը դա Կորնի ձորի Խնձորեսկից 5 կիլոմետր, 8 կիլոմետր ճանապարհ է Միջանցք կոչվում։ Մնացածը դա ձեր տարածքն է, Էնկաուի տարածքն է, Ղարաբաղի տարածքն է։ Ունենք երկու կողմով այն հնարավորությունները, որ փակենք այդ ճանապարհը աշխատի։ Չունենք, բայց ինչու ենք զբաղված 2 տարի։ Ստելով, խափելով, որ ժողովուրդ ջան, մենք ոչ մի բանի ունակ չենք, մենք վերև մեկը կանդը պիտի որոշվի, մենք ով ենք, մենք ոչխար ենք։ Էսեք, չեք կարոզում։ Միջև սորեցեք, չեք կարոզում։ Հավաքում եք, ինչ եք ասում, ասում եք ժողովուրդ, մենք չենք կարա։ Առանց Ռուսաստանի մենք ոչինչ չենք կարա։ Բա որ ոչինչ չենք կարա, երբ որ ձեր սահմանադրությունով գրված է, ինչի դուք որպես ինչ եք, ղեկավար եք ներկայանում։ Ով եք ներկայանում, որպես ով եք դուք։ Հասկանում եք, դա հետո ասում եք, խիչ եք միանում այս ուժերին։ Դե այդ ուժերը ծաղրացու են։ Բայց այդ անճարությունը, պարոն Բաբայան, հորդում է նաև Հայաստանից։ Այսինքն, երբ որ Հայաստանում էլ էս հարցնում իշխանությունը, ասում են մենք ինչ կարող ենք անել։ Այսինքն դա պրիվատ խոսակցություններում, այսպես հայտարարում են պետք է այս ինչ բան անել, ինչ բան անել, բայց որ շատ առանձնազրույց է ունենում, ասում են դա ինչ կարող ենք անել, բան չենք կարող անել։ Գիտեք, ցավալին նա է, որ մեզ բոլորն են լսում։ Ես կասեի, այդ իշխանությունը, որ ուզուրպացրել է Հայաստանի իշխանությանն է վերաբերում, ասում եմ մենք ենք պատասխանատու որոշ հարցերում, չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Այ մի ականջերից պիտի բռնես, քաշես տանես դեղ, ասես դեք պատասխան տուր։ Ես 2 տարի ասում եմ ձեր քաշեք դրանից, էլի։ Դուք ոչինչի պատասխանատու չեք։ Մի պահ կվեք ստեջ շենքի պատվալներում, ձեր սենյակներում ասել, որ դուք պատասխանատու եք։ Դուք պատասխանատու չեք։ Հնարավորություն ստեղծեք, որ մարդիկ դեռ կարողանան այդ ստեղծել այդ միավորը, որ գոնե իրանց ճանապարհը ապահով գնան գան։ Արցախում։ Հաբա մեր տանը, ուրիշ որտեղ։ Կամ դա հնարավոր է, արդյոք իհարկե հնարավոր է։ Խափել վերջ պիտի տալ։ 2 օր առաջ Արցախի ղեկավարությունը հանդիպում է, դա լեջում ասում է, գիտեք, ասում է, ժողովուրդ, այն որ ասում են, որ կարանք սենց անենք, գիտեք, մեր խելքը չի կտրում, մենք անենք, բա մենք գիտեք իշխան խելոնք ենք։ Մենք սա խելքներից կտրում է, պրոստը դա այդ հնարավորությունը չկա, դա անգամ Հայաստանը ժողովուրդ, վերջ տանք, էլի խափելը։ Եթե քո խելքը չի կտրում, դու չես կարող անես։ Չի նշանակում, որ մի խելքն չի կտրում։ Կամ ուղղակի դու տեղում չես, այնտեղ։ Տեղում չես էլ ուզում բացելնես։ Այդ ժողովուրդը խափում ես, դրանք էլ ծափ են տալիս քեզ։ Ուղղակի ծափ են տալիս։ Ես քեզ հարց եմ տալիս, բարձ քեզ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ։ Ասում եմ, լսեք, կարաք ինձ քարտեզով ցույց տաք, որտեղ պիտի ձեր դիրքերը լինի Արցախի հողերից ենք խոսում։ Որտեղ պետք է ադրբեջանցին հասկանալ է Շուշիա։ Դրանք տեսնենք այդ ինչ տարածք է եւ որտեղով պիտի գար այդ ճանապարհը, որ հիմի չի թողում որ գա։ Հենց նայեք հասկանալու եք ինչից եմ խոսում։ Նկարել եմ, գրել եմ, գծել եմ, բերել եմ տվել Հայաստանի իշխանություններին, Արցախին եւ ճանապարհի 4 կողմ որ գյուղեր պիտի կառուցեք, ոչ թե տարեք լցեք մի ուրիշ տեղ շենքեր կառուցեք, բանը որ այդ խնդիրը պիտի լուծվեր։ Ինչ ենք արել 2 տարի։ Ոչ մի բան։ Ոչ մի բան, բայց հետը մեկտեղ խափել ենք, հա, ուժեղ։ Այդ հարցում մասնագետ եք։ Խափելու։ Հա, չեմպիոնատ լինի, առաջ տեղը ձեռն է։ Առանց մտածելու։ Երևանի հասկացանք Արցախում ինչպիսի վիճակ է, ինչպես դուք նկարագրեցիք, Երևանի դիրքորոշումը, գործողությունները, դիվանագիտական ինչ-որ ճանապարհներով իրավիճակը լիցքաթափելու կամ որոշակի հանգուցալուծման հասցնելու ճանապարհը բացելու։ Դրանք արդյունավետ են, արդյունավետ գործողություններ են, թե ոչ։ Անկեղծ ասած, ես իմ կողմից կախված դեռ մաղուց առաջարկել էի, որ ՄԱԿ-ի, եթե հիշում եք մանդատային տարածքան, ոմանք որոշ ապուշներ ծիծաղում էին, որոշ ապուշներ մեղադրում էին, բայց եկանք նրան, որ հիմի խնդրում ենք ՄԱԿ-ում, որ այդ մանդատը տան,
Ռուսաստանին կամ որևէ մեկին, որ մենք պաշտպանված զգանք եւ այլն եւ այլն։ Իրոք անկեղծ միակ ճանապարհն է այսօր իրավական, որ մենք կարողանանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այլ ոչ թե ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ 7-րդ գլխի համաձայն ՄԱԿ-ի կանոնադրությամբ որոշում է մանդատ տալ առանց Ադրբեջանից հարցնելու։ Եվ այդ 5 պետությունները, որոնք անվտանգության խորհրդի անդամ են, մենք պետք է կարողանանք։ Մեկը Ադրբեջանը այս 3 տարի այսպես ներվերներից ցաղին ուտելու է, անելու է ինչ էշություն ասեք անելու է։ Այն ինչ որ մեր գլխով անգամ չի անցնում իրանք անելու են, ես դրա մասին 10 տարի առաջ եմ ասել։ Ես դրա մասին ասել եմ այն բանակցողներին, որ ասել են 5 կիլոմետր, 10 կիլոմետր միջանցք, ասել եմ մի հատ գարին, ինչ է իրանց մեծ գնի, գցել են մեքենայի տակ ու ճանապարհը պատճառաբան են փակեն։ Ինչ ասես մտածելու են անեն։ Ոմանք դե ինքը չի ուզում, ինքը չի հասկանում, մենք հիմի այդ դրանց ուզում եմ ակաժներից քաշեք տանենք դեղ, մենք հասկանան։ Հիմա ես չէի հասկանում, թե դուք չէիք հասկանում 30 տարի բանակցում եք այդ միջանցքի մասով։ Հասկանում եք։ Լայնության Նույնիսկ եմ կրկնում լայնության, նեղության խնդիր, որևէ խնդիր չկա, դուք ձեր տարածքները պահեք, այն տարածքները, որ Լաչին քաղաքի հենց դուրս ես գալիս զապրավկա կա, չէ՞։ Այդ զապրավկան Արցախի տարածքն է, հասկանում եք դուք։ Դուք քիչ եք դե կանգնած։ Ստե մեկը կա, ասում է ես եմ պատասխանատուն, պաշտպանությունը իմն է։ Ասում եմ դե ակաժներից դրան բռեք, քաշեք տարեք դեղ։ Դու գրա պահի։ ով է դա ասում։ Հայաստանի պաշտպանության նախարարը ով է։ Դու ես։ Ես։ Պետք է հրաժարվեն, գիտակցեն, հասկանան ով է պատասխանատու։ Կոնկրետ դեղ ով է պատասխանատու։ Այն հատվածում ով է եղել պատասխանատու ժամանակին։ Պետք է մտածել այդ նման պատասխանատվության ձև։ Փոխվելու է ամեն ինչ, հասկանալու եք ամեն ինչ։ Հիմի չեք կարողանալու հասկանալ։ Հիմի վրոձը դու ես պատասխանատու, բայց ոչ մեկը չի պատասխանատու։ Երբ բոլորն են պատասխանատու, ոչ մեկ պատասխանատու չի։ Պարոն Բաբայան, լավ, այս գործողություններով կամ անգործությամբ ինչ է կարծում մենք ինչ հանգրվանի կհասնի Հայաստանը եւ Արցախը 3 տարի հետո մինչեւ 2025 թվականը եւ արդյոք Ռուսաստանի կգա այն պահը, որ Ռուսաստանը իսկապես կլքի Լեռնային Ղարաբաղի նրանց խաղապահները։ Ես չեմ գտնում, ես կցանկանայի հենց Ռուսաստանի մասով մի քանի բառ ասեի, չխորանալով ընդհանրապես, Ռուսաստանը այսօր ի վիճակի չի, ոչ թե չի ուզում։ Ոչ մի տեղից չի լքելու նա, չի ուզում լքի, նման ցանկություն չունի, հնարավորություն չունի։ Դուք եթե Թուրքիայի նախարարը հայտարարում ասում 25 թվականի մենք լինելու ենք մի բանակ եւ Ադրբեջանը մեր համար կարմիր գիծ է, ու դուք այս ամբողջ գործողությունը վերում ա որ Ռուսաստանը պիտի երկրորդ ճակատ բացի, ինքը չի ունակ չի ու այսօր չի կարա դա անի, բայց չի կարա բարձրաձայնի դրա մասով եւ փորձում ա որ մենք էլ մյուս կողմից է որ ասում ա մենք էլ մեր դատն ենք դնում, բայց ինքներս ոչինչ չանելով, որտեւ ինքը քո կամքը, քո կազմակերպվածությունը, քո այն որ խոսեցի են ուժային միավորը ստեղծելով բան իրա կողքին ուսուսի կանգնելով կարող է եւ գնալ քայլերի։ Ինքս ես նայում եմ, տեսնում եմ կողքը մարդ չկա։ Ոչինչ չկա։ Այսինքն այստեղ պետք է լինի դիմադրություն։ Ես չեմ ուզում ռուսի պաշտպանը դառնամ այստեղ։ Չեմ ուզում։ Որտեվ դուք միշտ քննադատել եք նրանց քաղաքականությունը։ Միշտ այսօր էլ եմ քննադատում, բայց այս ստեղծված իրավիճակին պատասխանն եմ ասում, ինչի է։ Ասենց։ Կանք էլի քննադատենք, էլի ասենք, բայց ստեղծված իրավիճակում ես ձեզ ասում եմ, երկրորդ ճակատ չի կարող բացի։ Չի կարա բացի։ Ունակ չի, այսօր չունի այդ ուժերը, այսօր մենք որպես դե մեր խնդրումը, մենք կողքը կաղնում ենք, մենք ցույց ենք տալիս, որ մենք ուժ ենք, որ մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում, իհարկե ոչ, այս ոչ, նայել այն պահումա այն ձև, ինչ ձև կարում է։ Որտեվ եթե լսենք Հայաստանում որոշ շրջանակների, իսկ այդ շրջանակների մտքերը ինչ որ առումով կիսում են իշխանության մեջ նաև մարդիկ,
ասում են հետևյալը, որ այս ճանապարհը փակվել է Ռուսաստանի թույլտվությամբ, կարելի ասել։ Ուրեմն ես կցանկանայի այդ մարդկանց ասեի, որ եթե ցանկություն ունեք կամ ինչ-որ տեղից ֆինանսավորում եք, ուզում եք Ռուսաստանին խփեք, ինչքան ցանկանում եք։ Բայց ես ասեցի իրականությունը, փաստերը, որ սա է, որտեղ մենք պետք է կարողանանք այն գալիք վտանգը, որ երևում է Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանում, մենք պետք է կարողանանք Հայաստան, Պարսկաստան, Ռուսաստան օսը ստեղծենք եւ Հայաստանը մեծ դեր պիտի խաղա տեղ։ Ինչքանով կկարողանա այդ օսը կստեղծվի, այնքանով մենք այս տարածաշրջանը զերծ կպահենք մեծ պատերազմներից։ Իսկ եթե մենք այն դիրքորոշումը, որը այսօր ունենք եւ շարունակենք բոլորը մեզ պարտքեն ու մենք ոչ մի բան չենք անում, բերելու ենք մեզ տարածաշրջանը արդեն մեծ պատերազմների, հա, որը լավ բանով չի ավարտվելու, մենք էլ ոտի տակ կորելու ենք։ Մոտավորապես նույն բանը Պարսկաստանի հետ համագործակցության տեսանկյունից եւ Ռուսաստանի ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եթե լսել եք, չգիտեմ։ Ես չեմ լսել, չգիտեմ։ Պարոն Բաբայան, դուք նշեցիք Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին ռազմական ոլորտում։ Իհարկե, այդ համագործակցությունը շատ բուռն տեմպերով զարգանում է, կարելի ասել, այսինքն որոշ վերլուծաբաններ նաեւ ասում են, որ արդեն մեկ բանակի մասին է խոսքը, ոչ թե երկու բանակի տարբեր, եւ մենք տեսանք վերջին նշանակումները, օրինակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվեց թուրք գեներալ։ Ինքը պարզ էր, որ կարող էր հանգիստ խորհրդատվություն մատուցել առանց նշանակվելու այդ պաշտոնի, բայց դրա մասին հայտարարելը որոշակի սիմվոլիզմ է իր մեջ պարունակում եւ նաեւ հայտարարվեց նրա մասին, որ շուտով կլինի մեկ բանակ, հա։ Այս ինտեգրացիան ռազմաքաղաքական առումով երկու պետությունների այդ ձեր ասած նոր տարածաշրջանը նոր ցնցումների տանելու այդ ճանապարհն է, հա, եթե մենք հանկարծ ձեր նշած Պարսկաստան, Ռուսաստան այդ միջան առանցքը չձևավորվի։ Այո, խնդիրը նա է, որ նայեք ինչ ասում, ասում 25 թվականին ավարտվում է Ռուսաստանի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Առաջին 5 ամյակը Կովկասից դուրս բերել։ Նրանք հարցը դնում, նրանք այսօրվանից պատրաստում են։ Այսօրվանից ցույց են տալիս, որ մենք մի բանակ ենք, որ Ադրբեջանը մեր համար կարմիր գիծ է, եւ այլն, փաստաթղթեր են ստորագրում, պայմանագրեր, Շուշի հռչակագիր, տանկեր են գնում թուրքական եւ այլն, եւ հայտարարում են թուրքալեզու ժողովուրդների բանակ, բացի այդ Ադրբեջանից։ Եվ այսօր Ղազախստանը մեր դիվանագետները շատ լավ գիտեն, որ Ղազախստանը այսօր իրան ճղում է, որ Կասպիով անցնի եւ Հայաստանը ունենա պայմանագիր Ադրբեջանի հետ խաղաղության եւ մեղրի միջանցքը տան Ադրբեջանի եւ տեղով ամբողջ կենտրոնական Ասիան այդ ճանապարհը օգտագործի Եվրոպա գնալու, դրանով իսկ Ռուսաստանի տակից ցածենք դուրս գան։ Սա մեկ տարբերակա, մյուսը ամբողջ այդ տնտեսական օսը, Թուրքիային պետք է այդ ամբողջ շուկան եւ այլն լուրջ խաղակարտեր ա գնում, լուրջ խաղ ա գնում։ Հիմա մենք բայց միամիտի պես նստել ենք, հույսներից դրել, ասում դե գնացինք Պարսկաստանն ասեց հանկարծ Մասիսի բան պատահի ազգովին ֆիդայի կդառնանք, կմտնենք ձերտեղ կգռվենք, կպաշտպանենք, մենք էլ ուրախ ենք էլի նստենք։ Ու մեր համար թեման փակվեց։ Փակված, հա։ Ռուսն ասում դե մենք Կովկասից դուրս չենք գա, մենք բան կանենք։ Երեխու մտածելակերպով առաջնորդվել, հասկանում եք, մենք մի բա պատկերացնենք, որ այս տարածաշրջանում այդ ձեր ասած այդ նույն պատերազմները Ադրբեջան, Թուրքիա, Իրանից ուզում են իրանց 25 միլիոն ադրբեջանցի փոկեն։ Ուզում են փոկեն։ Պարզ երևում է, կռիվա գնում, խոսում են դրա մասին։ Ասենք մինչև Թեհրան, Թավրիզը ամբողջ Կասպիան ավազանով անջատել։ 8 միլիոնը կարող է փոկել 25 միլիոնին։ Հենց խնդիրը նա է, որ 8 միլիոն 9 միլիոնը չի փոկող, փոկողը 70 միլիոն։ Թուրքիան իհարկե։ Սա մեկ, բայց ուրիշ ձեռքով անում, դա ուրիշ խնդիր է լուծում։ Ոչ պրոբլեմը ստեղծված է, Իսրայել կա տեղ, Իսրայելը օգնություն եւ այլն։
Հիմա հետո էլ կձգվեն ՆԱՏՕ-ի ուժերը ստեղ, հա, օգնեն, որ մենք չմոռանանք, որ Իրան, Թուրքմենստան, Կազախստան եւ Ուզբեկստան, Ադրբեջանի հետ դա ալտերնատիվ այն կապույտ վառելիքը ամբողջ կուտակված է տեղ, այն ինչ որ այսօր Եվրոպան ստանում է Ռուսաստանից։ Հələ մի բան էլ ավել։ Հա? Էներգետիկ ալտերնատիվան։ Եթե դե փակել են ալտերնատիվան որտեղ է, դա ուրիշտեղ չկա։ Հիմա դուք այդ ճանապարհին եք, դուք մեծ դեր ունեք կատարելու թե ձեր համար, թե տարածաշրջանի համար եւ թե ապագայի ձեր։ Բայց ոչինչ չեք անում, հանգիստ նստել ենք, մեկն էլ որ խոսում է, միջանցք չեն տալի, ասում են միջանցք չեն տալիս։ Իրանք չգիտեն, մենք լավ գիտենք, մենք տես չի, էս չի, այն չի։ Վերջ տվեք։ Միջանցք չեն տալիս, պարոն Բաբայան, ասում են միջանցքը կարմիր գիծ է, ոչ մի ձև չենք տրվում իշխանությունները։ Չի կարել տա, է։ Մեկ բաներ եք խոսում։ Ես չէ իշխանությունները։ Միջանցքը ձեզանից էլ չի կախված, է մենակ։ Հասկանում եք։ Մենակ ձեզանից չի կախված, երբ որ ձեր հարևանը, բայց մի հատ էքսկուրս արի հին պատմական, որ ասի Գարեգին Նժդեին զինել, պաշտպանել եւ այլ արելա ով Իրանը ժամանակին եւ Իրանով էլ գնացել է հետո։ Այսօր նույն Իրանը ասում ախպեր դու չկռվես, ես եմ կռվում, որտեղ հասկանում եմ որ երկիրի կորցնում է։ Դուք էլի եք շուր տալիս գալիս նորից այդ կետին ասում եք բա միջանց չի լինելու։ Չկա, մոռացեք։ Կռիվա լինելու, բայց միջանց չի լինելու։ Ես դա համար խոսում եմ, որ այդ կռվին պատրաստվեք, այլ ոչ թե միջանցքից։ Բալավ, այդ դեպքում, տեսեք, ձեր նկարագրած տարբերակը, այդ փազլը, որ հավաքեցիք աշխարհաքաղաքական հարավային Կովկասում, միջանցքի հետ կապված նաև, հակասում է ըստ ձեր ասածի Ռուսաստանի շահերին նաև, հա, որովհետև դա այդ ալտերնատիվն է ստեղծելու Ռուսաստանին։ Բայց ինչի է Ռուսաստանը կողմ ճանապարհների ապաշրջափակման այդ առումով եւ հատկապես այդ միջանցքային տրամաբանության ինչ որ առումով նաեւ ինքն էլ է կողմ։ Գիտեք, Ռուսաստանը կարա ինքը գերտերություն ամեծ ունի ամեն հնարավորություն կամարում է վերջի րոպեին են տապորային իրացեվով են ինչ որ Ուկրաինավանում, հա, տապորային ինքը հարցեր կլուծի։ Ես ասում եմ մենք որպես փոքր ժողովուրդ եւ այս տարածաշրջան մենք չենք կարող այդ ռիսկի տակ մտնենք։ Դուք կարաք ձեզ թույլ տաք, ինչ ուզում եք արտահայտեք։ Ուզում ես տարածտաս։ Հա, ձեր Կուրիլսկի աստրավեկը տվեք Япոնիային։ Դա բանով այդ Կալինինգրադ, որ գնում եք այդ ճանապարհներով բանով սա մի արեք Կալինինգրադը տվեք գերմանացուց։ Տալիս եք։ Ոչ իհարկե։ Բայց չեք մեզանից խոսում։ Կար չէ, ցենց կար գտրում եք, ասում եք դավայ փակի վերինգիր տեղը։ Մի ասեք, որ մենք կախված ենք։ Մենք ոչ մեկից ոչինչով կախված չենք։ Մենք մի քիչ խելքամեզ պետք ու ինքնուրույն կարողանանք խոսենք։ Հարևանի աշկերին չնայենք, հետո արտահայտենք։ Էդ էլ չունենք այն միավորը, որ ունեցել ենք ինքներս մեզ պաշտպանելու, չունենք։ Դրա համար հարևանի բերանին նայում ենք, տեսնենք ինչ ասում, կրկնենք։ Այդ միավորի մասին բանակի նկատի ունեմ առաջին հերթին։ Մի անգամ այս հարցը ձեզ տվել եմ, բայց հիմա էլ եմ ուզում տալ։ Մինչև 2020 թվականի պատերազմը մեր բանակը երկու պետություններ կարելի ասել պաշտպանում, հա, Արցախի հանրապետություն, Արցախ եւ Հայաստան։ Հիմա Հայաստանի սահմաններն էլ չի կարողանում պաշտպանել։ Այդքան խոցվեց այդ բանակը պատերազմի ընթացքում, որ չի կարողանում 2 տարի է ուշքի գալ։ Եվ այդ բանակին ուշքի բերելու գործողությունները ինչպես է գնահատում, որովհետև մի ժամանակ էլի այստեղ տաղավարում խոսում էինք, դուք ասացիք, որ բանակի ուղեղը, այսինքն գլխավոր շտաբի նկատի ունեիք, լճացած է եւ ոչ մի բարեփոխում կամ փոփոխություններ չեք տեսնում։ Այսօր նույն կարծիքին եմ, նույնն եմ կրկնում, չեմ տեսնում, չեմ կարող տեսնել եւ չկա որ տեսնեմ, ոչ թե ինքս չեմ ուզում տեսնեմ։ Սա մեկ, երկրորդը ոնց եք պատկերացնում այն տարածքները, որ այսօր ջերմուկ են մտել են Վարդենիսի տարածք, մտնում են Սևգյոլ, մտնում են որտեղ է, այդ են տարածքն է, որտեղ մենք կամավոր Քալբաջար Լաչինի շրջան հանձնել ենք, հա, որովհետև Քալբաջարը դա ռազմավարական Հայաստանի հետ կապող միակ մարմինն էր, Հայաստան-Ղարաբաղ կապել իրար, Լաչինը, հասկանում եք, ու դա հարցն է հիմի այդ տարածքով, Ղարաբաղի տարածքով զենքը մտցրել է Քալբաջար,
ու մտել Հայաստանի տարածքների գրավել։ Հիմա ով է սրան պատասխանատուն։ Այդ մարդիկ, որ կարծիք են ասում, ուզում են պատասխան տան։ Դե նրանք որոշում կայացնողներ չեն, նրանք Որոշում կայացնում, բայց հասարակության մեջ մտնոլորտ ստեղծող եք։ Լրագրողներ եք, բայց մի հատ մտածեք հետո արտահայտվեք։ Ասում եք Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ, ես մեկ պիտի դատվեն։ Ինչի, որ այդ տարածքները ազատագրել են։ Եթե դու սոր չես կարող նորից պահես, ազատագրես, այսինքն մեղավոր են այն հիները։ Երևի թե նկատի ունեն, ես չեմ ուզում դրա մասին մենք հիմա խոսենք կամ խորանանք, երևի թե նկատի ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի 98 թվականի առաջարկը, որ դա պետք էր ընդունել, իրականացնել եւ խաղաղություն կլիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չի ընդունվել, չի կարող ընդունվի հենց նրա համար, որ Քյալբաջար Լաչինը ասել են կորակարգից անի։ Լավն է նա Արցախի ներքևի արդավարային տարածքներից 10, քան այդ Հայաստանի հետ այդ մարմնավորվելը կտրեք ու փակեք, որ այդ միջանց բառակապակցություն բան չի պետք է լինի Հայաստանի ու Արցախի միջև, ոմանք չեն հասկացել։ Հիմի սոր հարց եմ տալիս այդ մարդկանց։ Այդ միջանցքը տեսանք իմի ոնց է լինում։ Քանի տարի եք բանակցել, լսեք ձեր փաստաթղթերը նայեք։ Դրանց ասածները որ պարտությամբ չհանձնեինք, այլ հանձնեինք այն ժամանակ, երբ ուժեղ են։ Ոչ մեկը չի ասել 20 տարի, 30 տարի ամպեն նստեք, հանձնեք, բանակը քանդեք, հետո ասեք դե բա գիտեք Ադրբեջանը ուժեղացել է։ Ադրբեջանը չի ուժեղացել, դուք ոչ մի բան չեք արել։ Բանակում կատարվող փոփոխությունների մասին իհարկե ասացիք, որ ոչ մի բան չեք տեսնում, բայց ամեն դեպքում որոշակի օրենսդրական փոփոխություններ են ընդունվել այս ընթացքում։ Սոցիալական, ուրեմն գրավչության բարձրացման տեսանկյունից բանակում ծառայության, որ 6 ամիս ծառայությունից հետո 18 տարեկան երիտասարդը նորակոչիկը կարող է պայմանագիր կնքել 5 տարով եւ անցնել պայմանագրային ծառայության եւ այլ։ Սրանք ճիշտ փոփոխություններ են, այս առումով ճիշտ ուղղությամբ են շարժվում, թե ոչ։ Ոչ, Աշոտ, մենք փոքր տրամաբան ենք։ Ցանկացած մեկս կարող է աշխատավարձի համար եւ այլ, ցանկանա բանակում ծառայել։ Այո։ Բայց մենք նրան պետք է տանենք։ Ինչպես հիմա անում են նայոմնիկ կոչվածները։ Այո։ Մենք նրան պետք է տանենք 6 ամիս առնվազն պարապմունքների, նրան սոկերը քամենք, մենք հասկանանք, նա իրոք զինվոր կդառնա, թե ոչ։ Նույնն է սպանները, որ փորին քաց տալով գնում է։ Չաղը լինելու վիզա հազման, հասկանում եք։ Հիմա մենք եթե դրանք չենք անում, մենք ասել որ բան ենք փոխում, ոչ բան չենք փոխում։ Զինվորը պետքա իր ձերքի տակ եղած կապ չունի։ Ցանկացած զենքով տիրապետի։ Եթե քո ընկերը տանկիստ է, մահացել է, դու պետք է կարողանաս մտնես տանկը քշես, տանկից կրակես։ Եվ այլն, եւ այլն։ Պրոֆեսիոնալ պետք է դառնա այդ գործը։ Հիմա մենք անում ենք դա։ Իհարկե ոչ։ Պրոֆեսիոնալ բանակը դա է, որ նա տիրապետում է ամեն ինչի։ Մասնագիտացա, որ նա հասկանում է, որ իրան կարող է այ գիշերից տրիվոգով բարձրացնեն, ասենք ուղարկեն մի կետ, թիկունք հակառակորդի, որտեղ նա վժվանի, ինքը պետք է գրվի ապրելու համար, որ ինքը ապրի։ Ունենք նման զինվոր, вообще խոսում են այդ մարդկանց հետ նման մտածելակերպ ունենալ։ Իհարկե ոչ։ Ինչ ենք անում, օրենք ենք փոխում, քեզ շատ աշխատավարձ տանք, մեկին սպան sense լինի, մեկին։ Եթե դուք սա համարում եք բանակի ռեֆորմ, արեստա, դրեք, ես չեմ համարում, կներեք, զբաղվեք ինչով ուզում եք։ Պարոն Բաբայան, դուք մի քանի անգամ եթե չեմ սխալվում, ասել եք, որ ձեր ծրագրի նման, այսինքն ներկայացրել եք այս իշխանությունները, թե ինչ պետք է անել բանակում, ինչ փոխել եւ այլ։ Ինչու չեն ընդունում ձեր ասածները։ Այդքան բարդ է իրագործել, թե չեն ցանկանում։ Բարդ չի, ինքը բարդ չի, ինքը մեկը ուզենք, չուզենք վաղ թե ուշ անելու ենք, բայց երևի դա ձև են մտածում այդ մարդիկ, իրանց ավելի լավ խորհրդականներ ունեն։ Հասկանում եք մարդիկ, որոնք որ բանակը բերել են այս վիճակի, հա, այս մարդիկը մի խորհրդական են։ Նրանք խորհուրդ պիտի տան, ոնց պիտի բան ասեն, հասկանում եք, գժվելու բան եք ասում։ Հետո էլ հարց եք տալիս, բա ոնց կլինի սա։ Դուք բերել եք պարտության, դուք եք արել, այդ գեներալներ, մարշալներ եւ այլ եւ այլ։
հա։ Հիմա դու խորհուրդ եք տալիս բանակը ոնց բարեփոխել։ Հա դու խոզի գոմ ճարեք արա գնացեք դեր այդպես գոնե կվստահեն տեղը զբաղվեք դրանով։ Այսինքն մենք չունենք գեներալներ, որոնք իսկապես ճանապարհ անցած են։ Ես չգիտեմ ովքեր են, ինչ են։ Խնդրեմ, հրավիրեք, քննարկենք։ Տեսնենք, հասկանանք, ինչ են հասկանում դրա տակ։ Հրավիրեք, գլոր սեղան սարքեք, ասեք, ցավ ազգնայմա, որ երբեք իրենց պաշտպանելու լրատվական դաշտներ չի կազմակերպում, մի հատ հասկանան ինչա կատարվում։ Մեկ դելիտանտ դերես մի երկու հիմար բերեմ խոսությունում բաց թողում։ Բայց հետաքրքիր է, որ տեսեք, մարդիկ պետությունի նկատի ունեն պետական բյուջեից այն գումարը, որ հիմա հատկացնում է բանակին, երբեք չի հատկացվել նման գումարներ բանակին։ Այսինքն մարդիկ, հասարակ քաղաքացիները, որոնք ձևավորում են այդ բյուջեն, կարելի ասել իրենց գործը ինչ որ առումով անում են, իրենք հարկերը վճարում են, այդ հարկերից բավական մեծ գումարներ գնում է բանակին, սպառազինություններ արձերք բերելու եւ այլ եւ այլ։ Գումարի խնդիր էլ կարծես չկա։ Որտեղ է շանգլուխը թաքնված, որ չի ստացվում ոչ մի բան անել։ Խնդիրը նա, որ նույնիսկ եմ ասում, առաջինը կարգուկանոն չկա, խստություն չկա, բանակը ինքը պետք է շատ խիստ ու կարգուկանոն լինի մեկ, պատասխանատու պետք է լինի նրանց, պայմանագրի մեջ պետք է գրված լինի բոլոր այն կետերը, որ արշալույսը մի փոքր խախտում է կանոնները, ուստավը, արշալույսին հանում են շպրտում բանակից։ Ինքը մնում է առանց թոշակի, իրաց ամբողջ ծառայությունը 10-15 տարին զրոյանում է եւ այլ, արշալույսը հասկանում է, որ չի կարելի խախտել։ Կարգուկանոնը համար 1 է իր համար։ Հասկանում եք, ես ցած կարող եմ ժամերով ասեմ քեզ, ինչ կա պիտի անեն, որ չեն անում, որ չեմ տեսնում։ Դու ինձ ասում ես լավ է, բան, բան արա համարի որ տեսնում ես։ Ես դες բան չեմ։ Տենց է դառնում։ Շատ լավ, պարոն Բաբայան։ Ստեղծված իրավիճակի մասին կա բան, որի մասին չխոսեցիք, չասացիք, եթե կա, խնդրեմ ասեք։ Ստեղծված իրավիճակում մենք դուք հարց ուղեցիք, մենք գործող այսօրվա նոր գոսմինիստրին վարչապետ ասենք Ռուբեն Վարդանյանին, մենք մեր կողմից ծրագրային նույնիսկ եմ շեշտում, օգնում ենք, փորձում ենք տանք, բայց մենք ոչ աջ կողմից ենք, ոչ ձախ, որտեղ մենք սպասելիք ունենք լուրջ ռեֆորմների։ Արցախում։ Այո, մենք սպասելիք ունենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի հետ վերջնական կնստի պայմանավորվի բաներ, որի մասին ես ձեզ փոքր ինչ ասեցի, չբարձրաձայնելով մեկ, երկրորդը պետք է Հայաստանի Հանրապետության իշխանությունները գիտակցելով ստեղծված իրավիճակը Հայաստանի բյուջեից ինչ տոկոս են ֆինանսավորում։ Կապ չունի դեռ ուժային կառույց, քաղաքացիական կյանք, ամբողջը համախառն արդյունքը տոկոսը որոշվի եւ ֆինանսավորվի։ Եթե Հայաստանը չի գնում դրան եւ մի քանի օրենքդրական բազա ունի ընդունելու Հայաստանը, ասենք արշալույսը գնացել է Արցախում ծառայության։ Ավարտել է այդ ծառայությունը, հաշվանդամություն է ստացել, չգիտեմ, տարբեր։ Նա որ գալիս է Հայաստան, ապահով է, ստանում է իր թոշակը, իր եւ այլն։ Չէ, չկա որևէ օրենսդրական բազա։ Այդ դրա մասին մտածեն։ Դա ռեֆորմն է, որ ասում ես օրենքներ են ընդունում։ Գնացել ես դեղ, ծառայել ես։ Հիմա կվարտիրա քեզ տեղ տուն տալվեն։ Այսինքն մի բանակի տրամաբանությամբ պետք է գործի կամ չգործի, չգիտեմ։ Ստեղ մի բանակ չկա 400 կիլոմետրից արշալույս չես կարող դու ֆրոնտ ղեկավարես, եթե մի բան այնտեղ լինում է։ Դա համար այնտեղ տալիս ես մաքսիմալ ինքնուրույնություն, բայց Հայաստանը միշտ մատակարար է եղել։ Սոցիալ հարցերը ստեղի վերաբերվող անձիկ, որոնք ստեղի հետ կապ ունեն, ստեղ պիտի լուծում տա։ Օրենք պիտի լինի, որ դու պայմանագիր կնքես, իմանաս, որ օրենքով դու արդիքի ես իշ գյուղից ես, գնացել ես ծառայության, ավարտել ես, եկել ես, պիտի տուն ստանաս, պիտի ես լինի, պիտի են լինի, քո մոտ պիտի սա որից է խնդիր չունենաս։ Այդ օրենսդրական բազան ստեղծված է, թե ոչ։
Ես չգիտեմ, բայց ամեն դեպքում ֆինանսավորման տեսանկյունից կարծես ամեն տարի բավական մեծ ֆինանսավորում հատկացվում է։ Ֆինանսավորումը մեծ չի, ես քեզ բացատրեմ հետեւյալը, մի զինվորի վրա, մի զինվոր սպա խառը արդյունքը։ Ես բանակը չգիտեմ, ես նկատի ունեմ խառը արդյունքը պետք է $32,500 փող ծախսեն, խառը արդյունքը ամեն մի զինվորի վրա տարեկան։ Սպա զինվոր նույնց է ասեցի, խառը։ Մենք պայմանական ուզում ենք պահենք 60-70 հազար, բազմապատկեք ստացեք թիվ։ Դա ապահով է։ Դա սպառազինությամբ ամեն ինչով։ Այո, իր կրակային, չէ, իր կրակային, իր փամփուշտը ծախսած, իր տարեկան ծախսած սնարյադը, բանը, դա ամբողջը միասին է։ $32,000։ $32,500, այդ ամբողջը միասին է։ Եթե ցանկանում եք իմի, այն ստացած գումարը, որը հատկացրած է, բանը, բաժանեք այդ թվին, ստանալու եք քանի իրական քանի հոգի կարանք պահենք, ասենք 1,250 միլիոնի, հա? Եվ նմանատիպ շարունակ կարանք խոցենք այդ հարցերի շուրջ, ասենք մարդը գնացել է զոհվել է, պայմանագիր է կնքել։ Ամերիկայում, այսօր Ռուսաստանում իր պայմանագրի 25 տարվա ընթացքը իր ընտանիքը այդ գումարը ստանում է։ Ամերիկայում միանգամից մեր մոտ չի կարելի միանգամից, որտեղ մի անգամ ստանել է ծախսի, տանի չգիտեմ ինչ անի, հետո գասի չկա։ Պետք է հիմնադրամից ստանում է միանվագ մեծ գումար։ Միանվագ չի, խնդիրը տեղ չի, այլ միանվագի մասին չի, որ այդ մարդը այդ պայմանագիրը ես առաջարկել եմ, որ հիմնադրամը այդ ծառայությունը Սրախավոյ կամպանիա լինի բանակի ներսում, դու քո աշխատավարձի 9%, 3%, 5% թողել ես, եւ դերից ֆինանսավորվում է քո ընկերը, որ զոհվել է, սա իր 25 տարվա պայմանագիրը ինչքան մնացել է, ինքը պիտի աշխատավարձը իր ընտանիքը ստանա, իր ֆիզիկական բացակայությունից բացի ուրիշ բան չպետք է ազգեն։ Այսինքն ոչ թե դա ամեն անգամ պետությունը պիտի տա, այն կոլեկտիվը Սպարտայի նման один за всех одного, հատեք այդ սկզբունքով դու քո աշխատավարձը միշտ տողում ես, հասկանալով, որ կարող է վաղնել դու լինես այդ օրը։ Բայց հիմա հանրությունն է վճարում, իհարկե բանով։ Դե սխալ է, էլի, դա համար ասում եմ, պետքա փոխվի, պետքա մոտեցումներ փոխվի կամ որովհետեւ խնդիր լուծի, չի լուծում։ Հասկացա։ Շնորհակալություն։ Դե շնորհակալ եմ։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի Սամվել Բաբայանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։